ամեն աստու օր ինքը բարբերաբար ոչ ցավ վիճակում գալիս էր իմ պատուհանի տակ, վերջին բառերով հայհոյում էր, իմ աղջիկ երեխեն, սարսափած իր սենյակից գալիս էր իմ մոտ, մամա էս ինչամ։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծելու գործով ձերբակալվածներից Նաիրի Հակոբյանի կինն է պատմում։ Ծեծին նախորդած շրջանում պարբերաբար կրկնվել է այս տեսարանը ամուսնու նախկին ընկերոջ Ավետ Կոնջորյանի կատարմամբ։ Իր եղբայրը պաշտոնյա է, որ ինքը իրան կարա թույլ տա նման բաների։ Ուղղակի ապշեցի, որ այդ վերջի դեպքը եղավ ու Պարեկը իրեն ուղեկցում էր։ Ինքը վերջի աստիճանի բառերով հայհոյում է, Պարեկը ուղեկցում է իրան, հետևից գնում է։ Դաժանաբար ծեծի է ենթարկվել Հայկ Կոնջորյանի եղբայրը, նույնպես ՔՊԱ-ական Ավետ Կոնջորյանը։ Այսօր առավոտյան այս տեղեկությունն ու ծեծի տեսանյութը տարածեց լրագրող Գահանե Զարգարյանը։ Նա նշում է, որ հուլիսի 24-ի կեսգիշերին Աբովյան քաղաքում իր տան տարածքում ծեծվել է Ավետ Կոնջորյանը։ Կոնջորյանն ինքը հրաժարվում է մեկնաբանությունից, միայն ասում է՝ վատ եմ, հիվանդանոցում եմ։ Թեպետ 3 ուշ երեկոյան սոցցանցում նկար էր տարածել, որում հիվանդանոցում չէ, ժպտում է, սուրճ խմում։ Ավետ Կոնջորյանի եղբայրը Հայկ Կոնջորյանը, որ ազգային ժողովի փոխնախագահի թեկնածու է, գերադասում է ոչինչ չասել։ Պարոն Կոնջորյան, ձեր եղբոր ծեծի հետ կապված ինչ կարող եք ասել, ինչու է ծեծի ենթարկվել։ Մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության ու խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնել քննչական կոմիտեի Կոտայքի քննչական վարչությունը։ 2 հոգի ձերբակալվել է, հայտնում են գերատեսչությունից։ Միջադեպի մյուս մասնակիցներին դեռ որոնում են։ Կադրերում բռնություն գործադրող 4 հոգանոց խմբի ենք տեսնում։ Ձերբակալվածներից մեկը Աբովյանի ավագանու ՔՊԱ-ական անդամ Նաիրի Հակոբյանն է։ Ծեծի տեսանյութից հետո տարածվեցին հայհոյանքի կադրերը։ Հենց Նաիրի Հակոբյանի տան կողքով մեքենայով անցնում է Ավետ Կոնջորյանը, թունդ սպառնալիքներով ու հայհոյանքներով։ 2 ՔՊԱ-ականներին նախկին ընկերներին առնչվող այլ աղմկոտ պատմություն կա Միլոն Ռիելթի ընկերությունը, որի տնօրենը Կոնջորյանն էր մինչև այս տարեսկիզբ, իսկ փոխտնօրենը Նաիրի Հակոբյանը։ Ես գիտեմ, որ իրանք 2 ընկեր են, իրար մեջ ես ինչ աղը չգիտեմ։ Շենք հետ կապված բաները, թե անձնական ինչ-որ բանը չգիտեմ էլի։ Աբովյանի համայնքապետ Էդուարդ Բաբայանը, որ Ծառուկյանի թիկնազորի պետն էր, բայց այժմ կապերը խզել է ԲՀԿ-ի ու նրա առաջնորդի հետ, պնդում է անտեղյակ է, թե ինչ պատմություն է, բայց որ այս երկուսի ու Միլոն Ռիելթի ընկերության հետ ակտիվ համագործակցել է, պարզել էր հետքը դեռ ամիսներ առաջ հրապարակած հետաքննությամբ։ Ըստ հետաքննող լրատվամիջոցի, շինարարական ընկերությունը թույլտվությունները, փորձաքննությունները ստանում է հեշտացված կարգով, նույնիսկ Աբովյանի զբոսայգու հաշվին։ Հետո նրա կառուցած շենքերում հարմար պայմաններով տներ ու տարածքներ են ձեռք բերում Կոնջորյանները, ավագանու ՔՊԱ-ական Նաիրի Հակոբյանը, համայնքապետ Բաբայանի մայրը, որ Ավետ Կոնջորյանն ու Նաիրի Հակոբյանը ընկերներ էին ու աշխատում էին միասին, հաստատում է նաև վերջինիս եղբայրը։ Իրար հետ աշխատել են, շատ լավ հարաբերություններ ա եղել, Նաիրին իրան տարել են դեղ, որ աշխատի, ինքը ասենք ընկերներ են եղել, տենց աշխատել են, հետո ինչ որ հարցեր ա եղել, վատ ասենք իր աշխատանքի մեջ, դրա համար ասենք իրան հեռացել են, էլի ասենք այլ չի աշխատում այնտեղ։ Ըստ նրա գժտության պատճառն այն է, որ Կոնջորյանը խաբել ու խարդախություն է արել։ Հայկ Կոնջորյանի ավագ եղբայրը առաջին անգամը չէ, որ հայտնվում է աղմկոտ պատմության էպիկենտրոնում։ 2010-ին նրան մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության համար։ Անցած տարի էլ զրկվել էր տրանսպորտային միջոց վարելու իրավունքից 1 տարով ու 3 ամիս անց նորից հայտնվել մեքենայի ղեկին։ Նախկինում դատապարտված Կոնջորյանը դատվածություն չունենալու մասին տեղեկանքով խուսափել էր ավելի խիստ պատժից։ Հայկ Կոնջորյանն օգտագործում է իր դիրքը, իրավապահները կաշկանդվածություն ունեն ընթացք տալու նրա ու եղբոր գործողություններին։ Այս տարվա մարտին լրագրողները Կոնջորյան եղբայրների վարքի վերաբերյալ հարց ուղղեցին Փաշինյանին, հիշելով թե նորակառույցների ու թե վարորդական իրավունքի պատմությունները։ Վարչապետ Փաշինյանն այս ամենը համարեց մերկապարանոց մեղադրանքներ։ Ուղարկեք այդ փաթեթը մնացած տոննաներով մակուլատուրան ուղարկեք իրավապահ մարմիններին։ Վարչապետը ոչ քննիչ է, ոչ հետաքննիչ է։ Վարչապետը ասում է իրավապահ մարմինները ունեն օրենքով սահմանված պարտավորություններ, եւ իրենք իրենց պարտավորությունները պարտավոր են կատարել։ Իդեպ քաղաքացիական պայմանագիրը էթիկայի կանոնագիրք ունի, ըստ որի իրենք պիտի պարկեշտ, համեստ ու զուսպ լինեն, մերժեն կոռուպցիան, իշխանության չարաշահումն ու օրենքի ցանկացած խախտում։ Այս միջադեպի կողմերը ՔՊԱ-ականներ են։ Մեկին խմբակային ծեծի կադրերում ենք տեսնում, մյուսը սեռական հայհոյանքներով պտտվում է Ախոյանի տան շուրջը։